Շնորհակալություն, պարոն Պապիկյան, ըստ զեկույցի պաշտպան հայրենիաց ծրագիրը բավականին հաջողված ծրագիր է եւ դուք նշեցիք, որ 4000 քաղաքացի այլևս ընդգրկված է ծրագրում։ Հիմա ես կուզենայի հասկանալ, մենք ռազմավարական իմաստով այս ծրագիրը շարունակական է լինելու, թե ունենք սահմանափակում, որ որևէ կետից հետո, այսինքն պայմանական ասես 10000 լրանալու դեպքում ծրագիրը չի շարունակվելու, այս թեման ինչի եմ ասում, որ մեր նոր սերունդը արդեն որոնք պատրաստվում են ծառայելու, այս ծրագրի մասին բավականաչափ տեղեկացված են եւ կցանկանան նաեւ շարունակության մասին տեղեկացված լինել։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, պարոն Բագրատյան, այսօրվա նախագիծը նաեւ նրա մասին է, որ ծրագիրը այո շարունակական է լինելու եւ մենք ակնկալում ենք, որ այս պահի շահառուները որոշում ընդունեն պայմանագիր կնքել եւ երկարացնել իրենց աշխատանքը զինված ուժերում եւ ըստ էության դառնան մեր հիմնական կազմի զինծառայողներ։ Այսօրվա առաջարկի էությունը հենց դրանում է կայանում, բայց նաեւ նշեմ, որ մենք արդեն ունենք տարեկան միջին քանակ, երբ մեր շարքային ժամկետայինները որոշում են ընդունում դառնալ պայմանագրային։ Դուք թիվ հնչեցրեցիք, ես նաեւ մոտավոր թիվ։ Այս պահին 4500-ի մասին է խոսքը։ Սա մի գործընթաց է, որը ամենօրյա ռեժիմով փոփոխության է ենթարկվում ու մշտապես դրական առումով։ Արձագանք կա, չէ՞։ Պարոն Պապիկյան, շնորհակալություն, խնդրում եմ վերադարձեք։ Շնորհակալ եմ։